Անտառներում աշնանթափուր, երբ թացխավարն է իջնում, երբ դաշտերում մերկ ու տխուր ցուրտ քամին է շառաչում, ամեն անգամ զգում եմ նոր զրույցն այս խեղճ պառավ մոր, և խորհում եմ, թե արդյոք ուր, մեզնից մոտիկ կամ հեռուն, որ անտերուջ խեղճին հիմա չարի ձեռքն է հարվածում։ Չգիտեմ, երբ և որ շենում, իրեն որդու հարսիքով մի խեղճ պառավ մայր էր կենում, ծանր ականջ կույր աչքով, ոտու ձեռից ընկած անճար, հաց չտայիր չէր ուզում, և օրն ամբողջ նրանց համար աղոթքներ էր մրմնջում։ «Ո՞վ», ասում էր հարսն ամեն օր, «մերդ բեռ է իմ վրա, բանս թողած օրը բոլոր փեշն եմ բռնել ես նրա, աչքը անկուշտ, ինչքան որ տամ, միշտ անեց քը բերանին, նստել է մեր շնչի վրա, տար, կորցր ու ազատվիմ»։ «Այ կին, ինչ չար բան կխոսաս, մարդ էլ ծնող մորն էսպես, կբարկանա Աստված վրաս, մեղա Աստծո, մեղա քեզ»։ Բայց ամեն օր հարսն անողորմ ամուսնու սիրտն էր կրծում և խստաբար պահանջում էր իր չար կամքին գոհացում։ Ու մի օր էլ ճչաց, լացեց, պոկեց մազերը գլխից, վրա պրծավ դուռը բացեց, թե մորդ տար իմ տնից, թե ոչ հիմի դուրս կթռչի ու կձենե աշխարհում, թե մարդն իրեն օր չի տալիս, թե ուրիշին է սիրում։ Թշվառ մարդ էր, ճարակտրած, վերցրեց մորը պառավ, անգութ հարսի աչքի առաջ պարկը դրեց, ուսն առավ, գլուխը կոշ ճամփա ընկավ, միտքը մռայլ ու խոլոր, սև ամպերից գիշերն իջավ, ճամփան մթին ու մոլոր։ Ուշ գիշերին հասավ անտառ, խոր ծմակում ծառի տակ պարկը ձգեց, մորը անճար ձգեց անտեր ու մենակ, հաշնան քամին էր հեծկլտում, գայլն էր տալիս կալանչին, ոտքը փոխեց, որ դառնար տուն, մոր ձայնն հասավ ականջին. «Երթաս բարով, Աստված քեզ հետ, ոտքդ քարի թող չգա, տղաս, վերցրու պարկը քեզ հետ, պարկը տանը պետք կգա»։